Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտնել է, որ Հայաստանի խնդրանքով Եվրամիությունը կտեղակայի հիբրիդային արագ արձագանքման խումբ երկրում ընտրություններից առաջ սպառնալիքներին հակազդելու համար։ Մենք չենք թողնի, որ Հայաստանը միայնակ դիմակայի արտաքին միջամտությանը։ Ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա, ասել է Կալասը։ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ գիշերը Իրանում իրականացված օդային հարվածի արդյունքում սպանվել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Իսրայելի պաշտպանության բանակը եւս հաստատել էր, որ թիրախավորել է Լարիջանին, ընդգծելով, որ գործողությունը եղել է նպատակային հարված Իրանի բարձրաստիճան կառույցների դեմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը վախենում է Միացյալ Նահանգներից, բայց ոչ Եվրոպայից։ Պուտինը մտահոգված է իմ առաջին ժամկետի ընթացքում կառուցած բանակով, այլ ոչ թե ՆԱՏՕ-ով։ Ընդհանուր առմամբ, մենք տարիներ շարունակ պաշտպանել ենք այդ երկրները ՆԱՏՕ-ի միջոցով, քանի որ ՆԱՏՕ-ն մենք ենք, կարող եք հարցնել Պուտինին, ասել է Թրամփը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է ունենալ Կուբան գրավելու պատիվը այն բանից հետո, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից սահմանված նավթային շրջափակումը երկիրը ընկղմեց խավարի մեջ էլեկտրաէներգիայի լիակատար անջատման պատճառով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը պնդել է, որ կարող է Կուբայի հետ անել այն ամենը, ինչ ցանկանա։ Իրանի իշխանությունները կրկին սկսել են ռեժիմի նկատմամբ անհավատարմության մեջ կասկածվող քաղաքացիների զանգվածային ձերբակալությունները։ Ձերբակալվածները մեղադրվում են լրտեսության հարձակումների նկարահանման միապետական հայացքների համար։